Հեռախոսը դու։ Բարև ձեզ, լավ եք։ Խոսք ունի, խնդրենք ասի, թե ինչու ենք հավաքվել հենց այստեղ, ապա անցնենք հարցերին։ Բարև ձեզ, այսօր մենք գտնում ենք Ջերմոցում եւ ուզում ենք ներկայացնել մեր տնտեսական 5 քայլերից 4-րդը։ Մթերման կայաններ Հայաստանով մեկ, որը կօգնի հայկական գյուղմթերքը եւ հայ գյուղացուն իր ապրանքը, իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել իր տնից հեռու չգնալով, որովհետեւ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկը, որ մեր գյուղացիները ունենում են խնդիր սեզոնի կես իրենց ապրանքը վաճառելու հետ եւ երկիրը չի կարողացել այսքան ժամանակ լուծել խնդիրը գյուղացիների ապրանքի վաճառքի։ Օրինակ բերեմ, մեծ պահանջարկ կա հարևան երկրներում հայկական գյուղմթերքի, սակայն Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Այդ մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կվերավաճառի կամ կարտահանի դուրս կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա ինչպես վերաբերվում է բանջարեղենին, վերաբերվում է նաեւ մրգերին, վերաբերվում է նաեւ մսամթերքին։ Մենք գիտենք, որ հայկական գյուղմթերքը, մսամթերքը Հայաստանը մսամթերք ներմուծող երկիր է, չնայած որ մեր գյուղերը պատրաստ են իրենք արտադրել այդ կարևոր կուլտուրան, բայց խնդիր ունենք մենք, մեր երկրում չկա ինստիտուտ վաճառքի, այսինքն մարդիկ եթե ունեն օրինակ ֆերմա, հնարավորություն չեն ունենում վաճառք իրականացնել Հայաստան կամ Հայաստանից դուրս, որովհետև չկա լավ միջնորդ։ Լավ միջնորդը կլինի մթերման կայանը, որը շատ կարևոր օղակ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար։ Կուզենայի հիշեցնել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը այս պահին վերջի 8 տարիների ընթացքում անկում է ապրել։ 10%-ով մեր գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք։ Եվ գյուղատնտեսական այս տարվա բյուջեով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են։ Խնդրում եմ, եթե կան հարցեր տնտեսական ծրագրերի հետ կապված, կան հարցեր գյուղերում գյուղացիների վիճակի, տնտեսական վիճակի հետ կապված, տվեք, սիրով կպատասխանենք։ Շատ կարևոր է, որ հարցերը լինեն մարդկանց կյանքին վերաբերվող, մեր գյուղերի կյանքին վերաբերվող։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, դուք նշեցիք մթերման կայանների անհրաժեշտության մասին, ես ուզում եմ կա արդեն հաշվարկ ձեր հանդիպումներն ինչ են ցույց տալիս, որ տարածաշրջանում ինչպիսի մթերման կայաններ, ասենք գյուղմթերքի, մսամթերքի, քանի կայան պետք է լինի, որ ինքնաբավ լինի մեր հանրապետությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա 2 կայան։ Կարևոր է, որ գյուղացին ունենա հնարավորություն 2-ից ավել 2-3 կայանի հնարավորություն ունենա վաճառել իր ապրանքը։ Դա կբերի մրցակցություն գյուղացու համար, գյուղացու բերքի համար կմրցակցեն մթերման կայանները եւ կտան շատ լավ գին։ Նաեւ մթերման կայանը մի հատ կարևոր բան ունի։ Գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանան ինչ գնով են վաճառելու մթերքը, ինչ գնով են վաճառելու բերքը իրենց։ Դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսի իր ծախսերը եւ տարվա սկզբից կիմանա շահույթ ունի թե չէ, տարվա վերջ չի իմանալու։ Հայաստանի Արարատյան դաշտը մրգեր բանջարեղենի համար է մթերման կայանը լինելու, իսկ մյուս շրջանները մենք ունենք անասնապահական շրջաններ, դա Գեղարքունիքի մարզը, Շիրակի մարզը, այնտեղ մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա եւ ինչպես նաեւ կարտոֆիլ եւ ցորենի մթերում։ Իհարկե ցորենը միակ երևի Հայաստանում ապրանքներից է, որ մթերման մեծ խնդիր չունի, բայց այնտեղ էլ կա որոշակի աշխատանքի կարիք, որպեսզի գյուղացիների համար ավելի հեշտ լինի մթերման կայանից միջոցները ստանա, հնարավորություն ունենա առանց վարկային պարտավորությունների աճեցնել իր բերքը։ Պարոն Կարապետյան,
Կարապետյան, Armenia TV-ի սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար հարցումներին մասնակցած ավելի քան 2500 գյուղացիների պատասխաններից հստակ է, որ սոցիալական վիճակը վատ է։ Դուք նշել եք Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին, ըստ ձեր հաշվարկների դրանցից քանիսն են բաժին ընկնում հենց գյուղատնտեսության ոլորտին, ինչքանով է հնարավոր ավելացնել գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները եւ ինչ ժամկետների մեջ եք նախատեսում հասնել այդ արդյունքին, եւ ինչպես նաեւ որոնք են այն կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան, որպեսզի գյուղատնտեսությունը ավելի մեծ տեղ զբաղեցնի Հայաստանի տնտեսության մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն հարցի պատասխանը, գյուղատնտեսության մեջ 300,000 աշխատատեղերից մենք աշխատատեղերի ավելացում չենք նախատեսում, մենք նախատեսում ենք գյուղացիական տնտեսությունների շահույթների վերանայում, այսինքն, որ գյուղացիական տնտեսությունները գյուղացիները վերջապես շահույթ ստանան, նորմալ շահույթ ստանան, մեր հիմնական խնդիրը դա է, ոչ թե ավելացումը աշխատատեղերի, քանի որ արդեն 300-ից 400,000 մարդ կիսազբաղված վիճակում է գյուղ ոլորտում, բայց չունի կայուն եկամուտ։ Մենք խնդիր ենք դրել ապահովել 300-ից 400,000 մարդու, ովքեր գյուղերում են, կայուն եկամուտ, որպեսզի մեր գյուղերը զարգանա։ Դա է մեր հիմնական նպատակը։ Քայլերի հաջորդականությունը լինելու է այնպես, որ գյուղացիները նախ պետք է եկամուտները ավելացնենք, հետո նոր զբաղվենք նաև վերամշակումով, բայց տարբեր շրջաններում մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում ունեցել ենք երկու ուղղություն։ Մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, բայց նաև աշխատել են գործարաններում, որպեսզի իրենց տան հացը ապահովեն եւ նաև որպես հավելյալ եկամուտ։ Այդ նույն խնդիրը, այդ նույն հարցը մենք ունենալու ենք շրջաններում, լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ աշխատեն, իսկ սեզոնի ժամանակ ունենալու են արձակուրդներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով։ Սա կբազմապատկի եկամուտները գյուղերի եւ սա է միակ ճանապարհը, որ գյուղերը ապրեն, որ գյուղերը չդատարկվեն։ Մերի Մանուկյան 24 News, պարոն Կարապետյան, դուք ձեր տնտեսական քաղաքականությունն եք ներկայացնում, թե ինչպես են բարելավելու գյուղացիները, ինչ աշխատանք կարող են ունենալ, բայց մեկ քաղաքական հարց այդուհանդերձ չեմ կարող չտալ, որովհետև խոսում են ընդհանրապես ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցելու եւ ընտրություններին թույլ չտալ մասնակցելու, քանի որ սա ձեր քաղաքական ծրագիրն է, դուք պետք է ընտրվեք, դառնաք կառավարություն, որպեսզի կարողանաք իրականացնել այս ծրագրերը։ Դուք այս պայմաններում ինչպես եք պատկերացնում եւ ընդհանրապես այդ խոսակցությունների վերաբերյալ իշխանամերձ շրջանակներն են մասնավորապես նշում, որ ընդհանրապես պետք չէ թույլ տալ գրանցել եւ իրենք մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղալ հայտարարեն եւ իրենք հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն կամ մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Եթե ժողովրդավարությունը իրենց համար ինչ որ բան նշանակում է, եթե ինչ որ գոնե բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կթողի նույն շրջափուլի մեջ, այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից ելնեն։ Դուք նկատեցիք, երևի նկատում եք, որ մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում ծրագրեր մարդկանց դեմքերի փոփոխության։ Եթե իրենք փոփոխությունը այս ինչ որ մենք ասել ենք արած լինեին, մեր կարիքը չէր լինի, մեր հասարակությունը պահանջը չէր զգա մեր։ Հիմա մեր հասարակությունը զգում է փոփոխության պահանջ, նոր առաջնորդության պահանջ։ Մենք կառաջարկենք հասարակությունը, մեր ժողովուրդը թող որոշի։ Իրենք թող մեր ժողովրդի տեղը չորոշեն, 100,000-ավոր մարդկանց կարծիքի տեղը չորոշեն։ Վերադառնալով գյուղացիների խնդիրներին, պարոն Կարապետյան, դուք խոսեցիք մթերման կայանների մասին, բայց մենք գիտենք, որ մինչև մթերմանը հասնելը գյուղացիները բերքը մշակելու այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրների են բախվում։ Ինձ հետաքրքիր է ինչ են ասում ձեր շփումները, մարդիկ ինչ այսպես ռիսկեր են ձեզ ներկայացրել կամ առաջարկել օրինակ ինչ-որ ճանապարհներ այդ հնարավոր անհնար ռիսկերը կառավարելու համար։
Են գյուղացիները մեզ ասել, մեր ուսումնասիրությունները բերել են դրան։ Առաջի ռիսկը դա ձեր թվարկած ռիսկերից առաջինը ջրի խնդիրն է։ Հայաստանում շատ գյուղեր, շատ ցանկատարածություններ, այգիներ ունեն ջրի խնդիր։ Ոռոգման համակարգի խնդիր, չնայած որ Հայաստանը ջրառատ երկիր է, մենք 5 միլիարդ կուբամետր ջուր ունենք տարին։ Ու մեծ կորուստով օգտագործում ենք տարածաշրջանի, պատկերացեք ժամանակին նաև պատմականորեն կոչվում էր երկիր Նայիրի, գետերի երկիր, այսինքն ջրառատ երկիր է։ Առաջինը ջրի խնդիրն է գյուղերում, մթերումից բացի։ Երկրորդը վարկերի խնդիրն է։ Մարդիկ սեզոնի սկզբին վարկ են ձեռք վերցնում եւ չգիտեն տարվա վերջ ինչ գնով են վաճառելու բերքը։ Բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ, մանավանդ Արարատյան դաշտում, մենք ում հետ հանդիպում ենք, բոլորը ասում են, որ վարկերը 2 տարի լավ է գնում, 3-րդ տարի խնդիր է ունենում, ամբողջ կյանքը վարկերի տակ են մնում մարդիկ։ Եվ երրորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք հերթականությամբ, դա տեխնիկայի, գյուղտեխնիկայի խնդիրն է։ Հայաստանը փոքր երկիր է։ Հայաստանում գյուղտեխնիկա ապահովել ամեն շրջանում հեշտ բան է, ժամանակին դա եղել է ու դա բերել է նրան, որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ունեն ժամանակակից տեխնիկայով իրենց մի տեխնիկայի պարկը կարող է սպասարկել մի ամբողջ շրջան։ 3 խնդիր ունի գյուղատնտեսությունը բացի մթերումից։ Մթերումը ամենամեծ խնդիրն է, քանի որ մթերումը ապահովում է գյուղացու արտադրանքի եւ վերջնական վաճառքի միջև այդ միջանկյալ կապը, որը մենք պետք է ստեղծենք, դրանից հետո մենք պետք է զբաղվենք մի քանի հարցով։ Ինչպես ասեցի, երկրորդ հարցը վարկերն է։ Ինչ անում մթերման կայանը։ Մթերման կայանը տալիս է տարվա սկզբին օրինակ սիլիտրա կամ այլ տեսակի պարտանյութեր, որպեսզի մարդը վարկ չվերցնի, որպեսզի պարտանյութ ունենա։ Ապահովում է կայունություն նաև գյուղացու համար, որ դու այս գնով կարող ես վաճառել։ Դա վարկունակության վրա բավական ազդեցություն է թողում։ Բանկերը ավելի քիչ տոկոսով կկարողանան ֆինանսավորեն, այն պատճառով, որ իրենց համար դա կլինի կայուն ու բնականից կանխատեսելի գործընկեր։ Գործընկերը կիմանանք, թե բերքը ինչքանով է։ Բանկային համակարգին ծանոթ լինելով ամենակարևոր բանը բանկերի համար կայունությունն է, կանխատեսելիությունն է։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ գյուղացու համար գինը տարվա սկզբից պարզ լինի, գյուղատնտեսական վարկերի տոկոսների վերանայման հնարավորություն կունենանք։ Ջրերը, ոռոգման համակարգը երկրում ունի բարեփոխման կարիք։ Մթերման կայանները անելուց հետո, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ ասացի վրա, այն քայլերից հետո, երբ մթերման կայանների process-ը մենք իրականացնենք, երկրորդ քայլը պետք է լինի ոռոգման համակարգի եւ գյուղտեխնիկայի ստեղծումը, պարկերի ստեղծումը բոլոր շրջաններով Հայաստանի։ Դա բերելու է նրան, որ պարկերը օգնելու են արտադրողականություն ավելացնել, տեխնիկայի պարկերը, որովհետեւ կորուստը քիչ է լինելու։ Եվ ջրի հարցը լուծելով մենք բերքատվության ավելացում ենք ունենալ։ Կոպիտ ասած, այս սպայի դրությամբ մենք բերքը վաճառելու խնդիր ունենք։ Դեռ ապահովենք վաճառքը եղած բերքի, հետո ապահովենք բերքատվության աճը ոռոգման համակարգի լավարկման միջոցով, տեխնիկայի պարկի միջոցով։ Իսկ վարկերի առումով մթերման կայանը ամենալավ գործիքն է, տալիս է կայունություն, վարկերի տոկոսի ցածր լինել, քանի որ բանկը իմանում է, թե ինչ գնով է նա բերքը վաճառելու։ Եվ երկրորդը նաև պարարտանյութեր, հնարավոր է նաև դիզել տա, որի դիմաց կստանա մթերք։ Պարոն Կարապետյան, իշխանականները բարբերաբար հարցումներ են հրապարակում ու որ իրենք հաղթում են, իրենք մտածելու ոչինչ չունեն, բայց շարունակում են ընդդիմադիրներին թիրախավորել։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ նրանք թաքցնում են Ամերիկայի հարցումները, սոցհարցումները։ Ինչու են շարունակում թիրախավորել ընդդիմադիրներին, եթե իրենք վախենալու ոչինչ չունեն։ Հարցեր այսօր մենք տեսանք, որ վերջապես մի քանի շաբաթ հետո իրենք հրապարակեցին, մի քանի շաբաթ հարցումը ավարտելուց եւ մի քանի շաբաթ հարցման վրա աշխատելուց հետո նրանք հրապարակեցին իրենց ունեցած հարցման տվյալները, որտեղ ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին հետաքրքիր տարօրինակ դինամիկա, բայց մի հատ բան, ասեմ անգամ իրենց արած հարցումներով։ Դուք նկատել եք, որ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% է հավաքել։ Երկու անգամ քիչ։ Անգամ իրենց հարցումով ոչ թե ինչ որ ուրիշ ուժերի իրենք մեծամասնություն հավաքած իշխանությունը 24% է հավաքել։
դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։ Անկամ իրենց այս ռեդակցիա արած հարցման արդյունքում իրենք խնդիր ունեն ու իրենք գիտեն այդ խնդիրը, գիտեն, որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսացել, բայց չեն եղել տակը քայլեր, գործեր։ Ես նաև ողջունում եմ հրապարակումը այդ հարցումների, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը եւ հետագայում էլ նաև ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը։ Հարցումը իրականացվել է մինչև մեր կուսակցության հիմնադրման նիստը, Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարելը մեր եւ նաև հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, ովքեր որ իշխանական օրենտացիա են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ նորմայից 50%-ից բարձր։ Այդ տեխնոլոգիային մենք տիրապետում ենք, հասկանում ենք ինչ քայլեր են իրենք արել, բայց անգամ այդ քայլերը անելուց հետո իրենք երկու անգամ անկում ունեն իրենց խոսքերով։ Ես կարծում եմ, որ այս հարցման արդյունքները չեն արտացոլվելու, քանի որ այստեղ ընդդիմության ձայների հետ կապված տեղի ունեցել բավականին ճկուն, գիտեք, հարցումների մեջ ամենակարևոր բանը, թե որ բազայինն ես հարցնում։ Եթե հարցման մեջ ընտրում ես հատուկ բազա, որը ունի իշխանական տեսակետ, բազան փոխվում է դեպի իշխանական։ Կա դա ամբողջական գիտություն է եւ պրոֆեսիոնալները այնպիսի բազա են ապահովում, որ իրական ընտրության մասնակցողների թվին ու բազային համահունչ լինի։ Իմ կարծիքով իրենք ունենալու են այդ ձեր ասած 24-25-ը հետագայում ինչ որ ձև կարող է փոփոխվել, բայց արդեն այն մեծ վարկանիշները, որ իրենք ունեին իրենց խոստումների արդյունքում, այդ 50%, 40%, այդ վարկանիշների մասին երազելը արդեն ուշ է։ Իրենք էլ գիտեն այդ մասին եւ այդ իսկ պատճառով տարբեր օրակարգեր են ուզում մտցնեն, որպեսզի փորձեն ժողովրդավարական process-ների հետ կապված ինչ որ սահմանափակումներ մտցնել։ Միշա Եթումյան 21 TV, պարոն Կարապետյան, 300,000 աշխատատեղ ստեղծելու ձեր նախագիծը շատ տպավորիչ է, բայց միևնույն ժամանակ քաղաքացիների շրջանում նաև կարծիք կա, որ անհավանական մի բան է, որ փոքր տնտեսությամբ այս երկրում 5 տարում այդքան աշխատատեղ ստեղծվի, ինչպես կարող եք համոզել այն քաղաքացիներին, որոնք այդ ծրագիրը անհավանական են համարում։ Ուրեմն մենք տարեկան գյուղմթերք մենակ 1.4 միլիարդ դոլար ենք բերում։ Մենակ գյուղմթերք, որից մեծ մասը, մոտ 1 միլիարդ դոլարը մենք կարող ենք Հայաստանում արտադրել։ Դա 100,000 մարդու զբաղվածության հարց է։ Մոտարապես մինչև 100,000 մարդու զբաղվածության հարց է։ Արդյունաբերության մեջ մենք 3.5-4 միլիարդի ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Հայաստանը անցած տարվա տվյալներով 24 թվականի համեմատ 25 թվականին 1 միլիարդով հաշվեկշիռը վատացել է։ 24 թվականին Հայաստանը 4 միլիարդ ավելի շատ էր ներմուծում, 25 թվականին 5 միլիարդ արդեն։ Դա ցույց է տալիս, որ երկրի տնտեսական վիճակը, իրական տնտեսությունը, ոչ թե վարկով վերցրած տնտեսությունը, վատանում է։ Եթե հարցեր ունեք թե հիմնավորման համար, խնդրում եմ տվեք, որպեսզի ես բոլորը ներկայացնեմ, թե ինչու եմ ես ասում, որ տնտեսական որևէ դինամիկա չկա, որպեսզի մեր հասարակությունը իմանա, թե հնա աճի, յուրաքանչյուր հարց, որովհետև ճշմարտությունը, երբ մենք թվերով ներկայացնենք, մեր հասարակությունը ամբողջությամբ պատկերը ավելի լավ կտեսնի մասնագիտակ։ Եթե թույլ կտակ եւս մեկ հարց, բայց քաղաքական, Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը երեք ասել է, որ պահանջում է չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, քանի որ այն ռուսական է։ Որքան հնարավոր է համարում այս սցենարը, որ թույլ չտան մասնակցել ձեր ուժին ընտրությանը, իրադարձությունների նման ընթացքի դեպքում ունեք պլան B։ Ես չեմ կարծում, որ պարոն Սարգսյանն է որոշում, թե Հայաստանում ով է մասնակցում, ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ, ում հանդեպ մեր ընտանիքը ունի մեծ հարգանք, իր ընտանիքի հանդեպ։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը ուրիշ պարոններ են որոշում, թե Հայաստանում ով պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ։ Շնորհակալություն։
Պարոն Կարապետյան, եւս մեկ հարց, ես գիտեմ շատ այգեգործների, ովքեր որ վարկով այգիներ են կառուցել, բայց ստիպված քանդել են, որովհետեւ կարկուտը ամբողջ բերքը փչացրել է ու տարիներ շարունակ կարկուտի փոխհատուցում չի լինում, մարդիկ անելանելի վիճակում են։ Այ երբ որ բնությունը աղետներ է բերում, դուք ինչպես եք պատրաստվում Այդ հարցին պարոն Նացականյանը կպատասխանի, մեր կարծիքը համ այդ ուղղությամբ, համ ապահովագրության ուղղությամբ ես հետագայում կավելացնեմ։ Բարև ձեզ, իրականում գյուղացու այգի քանդելու պատճառը միայն կարկուտը չի կարող լինել, որովհետև կարկուտը մի քանի տարի մեկ է լինում, կամ բազմաթիվ պատճառներ։ Առաջինը ինտենսիվ այգիների ճիշտ սխալ կազմակերպումն է եղել այսքան տարիների ընթացքում պետական այդքան միջոցների ներգրավումից հետո նորմալ բերք չստանալու հետևանքը։ Դա պետական այդ արժեշղթայի կազմակերպման լուրջ բացթողումներ է, ինչը բերել է նրան, որ շատ այգիներ սկսել են շահույթով չաշխատել, եւ ֆերմերը տեսնելով, որ իր այգիները շահույթ չեն ապահովում, ստիպած սկսել են քանդել։ Նաև խաղողի մթերման խնդիրները կային ժամանակին, որ հիմա որ ասում են ամբողջությամբ ընդունվում է, արդեն կարողանում են ամբողջությամբ մթերումը ապահովել, իրականում բավականաչափ այգիներ քանդեցին եւ խաղողի բերքը, իրական բերքը բավականին պակասեց, ինչը որ հիմա ցույց են տալիս ամբողջովին մթերվում է, դա այն ժամանակ ավելի մեծ այգիների պարագայում չէին ասում, հիմա այգիների քանակը պակասել էր եւ կարողանում են։ Եվ դրա համար պետական ճկուն քաղաքականություն է պետք, առաջինը, ոնց ասեցիք, ճիշտ ապահովագրության համակարգն է պետք։ Ֆերմերի հետ ճիշտ աշխատանք է պետք, համապատասխան սորտերի ընտրություն, օրինակ սեղանի խաղողի հետ կապված բազմաթիվ սորտեր կան, որ պիտի պետությունը աջակցի, որպեսզի ֆերմերը բերի, որովհետեւ ֆերմերները չգիտեն ինչ սորտեր կան աշխարհում, որ սորտերն են պահանջված, որ սորտերը մեր երկրում լավ կաճի, եւ այդ ընդհանուր արժեշղթան փակելու դեպքում բոլոր այգիները եւ ցանկացած գյուղատնտեսության ոլորտ կարող է դառնալ շահութաբեր, քանի որ մարդկությունը ինչքան բազմանում է, ինչքան շատանում է, սննդի պահանջարկը մեծանում է։ Շնորհակալություն։ Կարելի է մի հարցել։ Լսում եմ։ Так, պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանն ասել է, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություն է։ Ինչպես կարող է Հայաստանը շրջանցել տարածաշրջանային ներկայիս ռիսկերը եւ դրանք վերածել տնտեսական օգուտի։ Տեսեք, ինչ խնդիր մենք ունենք։ Ժամանակին 1979 թվականին, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, եւ հետագայում տեղի ունեցա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ կապված հայտնի process-ներ այնտեղ, սանկցիաներ դրվեցին Իրանի վրա։ Ու այդ ժամանակ սկսեց աճել մի տերություն, մի պետություն Իրանի կողքը, Օրմուզի ջրանցքից այն կողմ։ Դա Արաբական Միացյալ Էմիրություններն էր, այսօր Աբու Դաբի, Դուբայ, որոնք սկսեցին աշխատել, դառնալ ֆինանսական կենտրոն իրանական առևտրի եւ աշխարհի միջև։ Միացյալ Էմիրությունները օգտագործեցին այդ շանսը։ Այս պահին մեր հարևան բարեկամ Իրանը ունի խնդիրներ, բայց մեր բարեկամ Իրանը ունի աշխարհում երկրորդ կամ երրորդ նավթային պաշարը, ունի աշխարհում բավական լայն պաշարների հնարավորություն, հումքային առումով շատ լավ հումքային երկիր է։ Մեր երկիրը որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, որին մենք տանելու ենք այդ ճանապարհով, օգտագործելու է, օգնելու է եւ գնելու է Իրանից հումքերը, վերամշակելու է Հայաստանում եւ մրցակցային ավելի լավ պայմաններով արտահանելու է, քանի որ իրանական հումքերը համեմատական ավելի էժան են լինելու, քանի որ բացի մեզանից, բացի սահմանակից երկրներից շատ քիչ երկրներ են գնելու։ Թույլ տվեք մի հատ հարցի շարունակությամբ եւս տարածաշրջանային սրացումների ֆոնին որքանով են արդյունավետ իշխանությունների արձագանքը անվտանգային այդ մարտահրավերներին եւ արդյոք սա համարժեք անդրադարձ է ստեղծված իրավիճակին։ Արձագանք էր մեր իշխանությունները, մանավանդ ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող process-ների, նաեւ մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը բավական լուրջ, պարոն վարչապետը եւ պարոն ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով են զբաղված Իրանի վրա հարձակման պահին, վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը եւ նաեւ
լայվի ընթացքում արտաքին գործերի նախարարին հարցումներ անել կիսատ, էմոցիաներով, ժպիտով, տխուր դեպքերի հետ կապված բավական կօգնի, ինձ թվում է, մեզ մեր արտաքին քաղաքականության մեջ ապրեն։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն, եթե ավելացնելու բան ունեք։ Հայրենակիցներին դիմել, ովքեր բնակվում են մեր հայրենիքի գեղատեսիլ անկյուններում, գյուղերում։ Հայաստանը ներկա է լինելու գյուղերում, Հայաստանի պետությունը ներկա է լինելու գյուղերում, ապահովելու է կայուն մթերում, ապահովելու է կայուն գյուղատնտեսություն եւ ֆինանսական այս դժվարությունները, որ դուք ապրել եք 35 տարվա ընթացքում, մնալու են անցյալում։ Իհարկե, բոլորիս աշխատանքի արդյունքում, դա չի լինելու մի օրում, չի լինելու մի ամսում, լինելու է տարիների աշխատանք, բայց դրան մենք հասնելու ենք հաստատ, որովհետև Հայաստանը այս տարածաշրջանում ունիկալ բնակլիմայական գոտի է, որի ապրանքը, ձեր աճեցրած ապրանքը պահանջված է հյուսիսում էլ, հարավում էլ։ Շնորհակալ եմ։ Ընկերներ, շնորհակալություն։